Արտակ Սարգսյան, չեղավ, լավ։ Նախ մի փոքր արձագանք պարոն Կարապետյանին եւ պարոն Թաթոյանին։ Պարոն Կարապետյան, եթե դուք ցույց եք տալիս արտաքին հետախուզության թուղթը եւ ասում եք չեք հրապարակեք, խնդրեմ հարցին չպատասխանեք, որ ձեր դեմ ցուցմունք չտաք։ Եթե չի հրապարակվել, որտեղից ձեզ մոտ։ Պարոն Փաշինյանին, պարոն Փաշինյան, Թրածեն սահմանը ինչի բացեցիք։ Ես ձեզ մեղադրում եմ Արցախը տալուց, որ սահման եք բացել, պետք է չբացեիք։ Պետք է չբացեիք, գնդացիրել դնեիք, որ կին երեխա ծեր պետք է հանվեր։ Քոչարյանը ասում եք հանցագործա, ինչի նստած չի։ Ինչի միջև հիմա նստած չի Քոչարյանը։ Պատասխանը։ Ասում եմ։ Ինչի՞ պատասխանեք։ Ես հարցերը ուղղակի ռետորական են։ Չէ, բայց ինձ է հարց տալիս Ժողովուրդ ջան, ասում են չէ նախ սահմանը փակ չի եղել։ Հայաստանի եւ Ղարաբաղի մի րոպե կներեք, որովհետեւ սահմանը փակելու, այսինքն որ հետո գայք ասեք ցեղասպանության, ենթարկել։ Երկրորդը Պարոն Զուրաբյանը խոսում է Քոչարյանի մասին, այդ իրանք էին, որ Սերժ Սարգսյանին եւ Ռոբերտ Քոչարյանին առաջարկում էին ազգափրկիչ կոալիցիա Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, երբ որ իրանք այս ցույց է տալիս, որ 2008 թվականի մարտի 1-ին Լևոն Տեր-Պետրոսյանը տնից դուրս չգնալով այդ ոչրագործության համահեղինակա Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի հետ։ Ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանը նստած չի, այո նստած չի, այդ թվում դատաիրավական մաֆիայի գոյության պատճառով։ Եվ ես ասում եմ, որ բոլորիս համբերության բաժակը լցվել է, եւ այդ թվում այդ դրա համար են սահմանադրության փոփոխության դեմ նոր սահմանադրության դեմ պնես պայքարում, որովհետեւ նոր սահմանադրությունն է վերջնական միակ ձևը, որ դատաիրավական մաֆիանի վերջում մենք Հայաստանից արմատախիլ անենք եւ ժողովրդի հետ կապ ունեցող արդարադատություն ստեղծենք։ Այդ սահմանադրությունն է, որ դատաիրավական հայտարարակ մաֆիան պահում է, որը չի ավարտվում հաղորդումը, մենք գնում ենք բարոնայք, մենք ունենք ժամանակաչափ, պարոն Թաթոյան ինձ հավասար խոսում եք վերջ։ Մենք ունենք ժամանակաչափ, հարգելի պարոն Թաթոյան, երբ որ վերադառնանք